Արմավիրի հիվանդանոցից Շենգավիթ բժշկական կենտրոն տեղափոխված ծննդկանի հարազատները պնդում են 36 շաբաթական նորածինը մահացած է ծնվել բժիշկների անտարբերության պատճառով։ Հարազատները պատմում են, որ դեպքից շաբաթներ առաջ հղին իրեն վատ է զգացել, Արմավիր բժշկական կենտրոնում տեղեկացրել են, որ պտղաջրերի վաղ արտահոսք է սկսվում ու խորհուրդ են տվել տեղափոխել Երևան։ Շենգավիթ բժշկական կենտրոն են եկել հուսալով, որ կինը բժիշկների հսկողության տակ կլինի ու առողջ երեխա կունենա, սակայն այստեղ հարազատների կնոջը հսկող կոնկրետ բժիշկ չեն ունեցել, հերթապահ բժիշկներն են իրավիճակին հետևել։ Ծննդկան Լարիսա Շահբազյանն Ազատության հետ զրույցում պատմեց, ընդունող հերթապահ բժիշկը վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է, նախապատրաստել են ծննդաբերության, սակայն 1 ժամ հետո փոքրիկի սիրտը դադարել է բաբախել։ Մի ժամ առաջ 7-ի կողմերը սրտի բաբախը լսել են, նորմալ ա եղել։ Եկել են պալատ, մի ժամ անց են տարել, նորից լսեն բաբախ չի եղել։ Անտարբերությունը սա Ղարիսերյանը նայեց էր գալի, ինքը ինձ դոզ զբաղվում, եթե ինքը ժամանակին տեր եղներ, սենց խնդրի առաջ չէր կանգնել։ Ես իմացա սա կավարժություն եմ, բայց ես իրան հարցրեցի, ասի բժշկուհի սենց բան կա, ասեցի վնաս չի տա պտղին, ես վախենում եմ, մեջ վախ կա, կարող է ինչ-որ մի բան եղներ երեխուն, ասավ չէ, հանգիստ եղել, ոչ մի բան չկա։ Հարազատներն ու ծննդկանը չեն պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին, ասում են չեն վստահում։ Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ փոխնախարարը կապվել է Շենգավիթ բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Երևանի գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Սերգեյ Ռումյանի հետ, որպեսզի վերջինս պատասխանի մեր հարցերին։ Մի քանի ժամ սպասելուց հետո, սակայն հիվանդանոցում տեղեկացրին, որ տնօրենը դեռ չի վերադարձել։ Փոխարենը չնկարահանվելու պայմանով մեր հարցերին համաձայնեց պատասխանել հիվանդանոցի բուժգծով տնօրեն Դավիթ Մխիթարյանը, տեղեկանալով, որ ծննդկանն ու հարազատներն անտարբերության մեջ մեղադրում են իր կնոջը Անի Սիրունյանին, ով այդ օրը եղել է ընդունող հերթապահ բժիշկը, ասաց. հասկանում եմ, որ կորուստ ունեն, բայց հարազատները շփոթում են բժիշկների ազգանունները։ Մեր հարցին, թե հարազատները պնդում են, որ նորածինն առողջ էր ու կփրկվեր, եթե ժամանակին կեսարյան հատում կատարվեր, ասաց. բժշկական ցուցում չկար։ Ես չեմ կարող հիմա կոմպետենտ ձեզ պատասխանել, արդյոք այդ պտուղը առողջ է եղել, արդյոք եղել են բաց թողումներ, եղել են մեր կոլեկտիվը, ինչպես ցանկացած կոլեկտիվ կարող է ունենալ ինչ-որ խնդիրներ ներքին, այսպես ասած, բայց ինչ վերաբերում է անուշադրության, դա մեզ համար անընդունելի։ Ինչ է տեղի ունեցել, պիտի կեսարյան անեին, չեն արել։ Պետք է լինեն հստակ ցուցումներ բժշկական։ Փոխտնօրենն ասաց հղի կնոջ մասին որևէ տեղեկություն չի փոխանցի, որովհետև չունի նրա գրավոր համաձայնությունը։ Ծննդկան Լարիսայի ամուսնու եղբայրն Ազատության հետ զրույցում վրդովվեց. ես էլ բժիշկ եմ ու գիտեմ, որ ծննդաբերության նախանշաններով հիվանդանոց բերված եղբորս կինը ողջ ընթացքում առողջ հղիություն է տարել։ Եթե պտղաջրերը գնում է, ում նշանակում է երեխան վատ առողջ է, 2-4 երեխային ընդունել ես, 2-750 է քաշը, 7-ին է բանը ցավերը բռնել տվել են, 8-ից գնացել են սրտի բաբախ ընդունել, տեսնում որ երեխան մահացել է։ 1 ժամ դուք ուր եք։ 1 ժամ, եւ եթե երեխան կինը ծննդաբերությանա խի ծնարանում չէր, այլ պաթոլոգիայում էր։ Լարիսա Շահբազյանը դեռ դուրս չի գրվել հիվանդանոցից, առողջական խնդիրներ ունի, բայց հարազատներին խնդրում է իրեն տուն տանել, ասում է՝ ի վիճակի չէ լսել նորածինների լացի ձայները։ Այսօր էլ ծննդկանին հիվանդանոցում մանկական տակդիրների ու կաթնախառնուրդներ գնելու համար զեղչի կտրոն են փոխանցել։ Սպաներն կաթերի զեղչեր, դեսիբելը տվել ես ինչ։ 50%։ Ես գնամ պամպերս առնեմ, հա, հիպկատլամտեր կառնեմ ինչի համար, ում կերակրեմ։ Շենգավիթ բժշկական կենտրոնից փոխանցեցին փոքրիկի մահվան պատճառները պարզ կլինեն դիահերձումից հետո միայն։ Այս ամառ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատներն իրենց դստեր ու դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկի մահվան համար կրկին հիվանդանոցի բժիշկներին էին մեղադրում։ Գործով քննությունը դեռ չի ավարտվել։